Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, ողջույն, պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Կարելի է նկարագրել տարիֆային քաոս, հա, միջազգային հարաբերություններ մինչև 3, երբ Թրամփը իր որոշումները չեղարկեց կամ մի քանի ամիս այսպես հետաձգեց, դրանք կարող են վերսկսվել Չինաստան, Միացյալ Նահանգներ հակադրություն տնտեսական, անվտանգային հակադրություն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև դեռևս անհայտություն ռուսո-ուկրաինական պատերազմի արդյոք դա կհաջողվի ԱՄՆ նախագահին սառեցնել թե չէ, այս գլոբալ խնդիրները քիչ չէին, նաեւ մեր որ ասում են տան դռանը կարող է բռնկվել նոր պատերազմ, Աստված մի արասե, նախագահ Թրամփը 2 ամիս ժամանակ էր տվել Իրանին համաձայնելու միջուկային գործարքի շուրջ իր կանոններին տեղի ունեցել հանդիպում, դրանք էլի շարունակվելու են, բայց հռետորաբանությունը այն մասին է, որ եթե չհամաձայնվեք այդ գործարքին, չնեղանաք մեզնից, այսինքն հրթիռակոծություններ եւ այլն բացառված չեն, սրան գումարած Ադրբեջանի ագրեսիվացում, ռազմական հռետորաբանության ագրեսիվացում, սահմանին կրակոցների, այսպես մեղադրանքներ եւ այլն։ Եկեք սկսենք մեր ռեգիոնից, դուք ինչպես եք բնորոշում այս իրադրությունը։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք, որ Ալիևը չի ստորագրի խաղաղության պայմանագիր, մենք հենց այնպես չենք ասում։ Այդ ամեն ինչը հիմնված է հենց ձեր նկարագրած աշխարհակական իրադարձությունների վերլուծության վրա։ Որտեղ մենք հասկանում ենք ինչ է անում Ալիևը։ Իսկ Փաշինյանը կարծես չի հասկանում դրա, այսինքն մարդը բոլորին վերջերս հենց անցյալ կառավարության նիստին ասեց մենք տգետ ենք, ընդունեց որ 7 տարվա մեջ բան չի սովորել, առաջի դասարանում է մնացել եւ այլն, մի քիչ զարմանալի խոստովանություն էր, բայց արդեն ընդունեց, հա, հիմա բայց դրանք որ ինչ որ բան հասկանում են, հետևում են ու այս ամեն ինչը վաղուց վերլուծված է, օրինակ այս ամիսներ շարունակ մենք ասել ենք, չէ, որ երկու պատերազմից է կախված մեր ռեգիոնում վիճակը, ռուս-ուկրաինականի եւ Իրան-իսրայելական այս հակամարտությունից։ Հիմա կոնկրետ եթե ռուս-ուկրաինական պատերազմում ինչ որ աշխատանք է գնում Թրամփի ադմինիստրացիայի կողմից, որ կարողանան ինչ որ համաձայնությունների կան, ընդհանրապես այդ ստրատեգիական գիծը կա, ինչ էլ ասեն, ինչքան էլ դժվարություններ լինեն, այնուամենայնիվ այդ ստրատեգիական գիծը կա եւ հիմա դժվար է ասել ուր կհասնեն, բայց հուսով ենք, որ այնուամենայնիվ այդ պատերազմը հնարավոր կլինի ի վերջո կանգնացնել եւ գնալ խաղաղության ճանապարհով։ Բոլորովին այլ վիճակ է Իրանի շուրջ ստեղծված այս գործընթացում, որ պարզ լինի ու նորից եմ ասում, հիմա ինչ որ բաներ կխոսեմ, որ առաջի հայացքից կարող է չի առնչվում մեր իրավիճակին, բայց իրականում այնքան խորն է առնչվում եւ այնքան մեծ հետևանքներ կարող է ունենա մեր համար, որ մենք պետք է այնուամենայնիվ այս հարցերի մեջ մտնենք։ Ինչն է խնդիրը։ Բանն այն է, որ Իրանը բնականաբար մոտեցել է միջուկային զենքի ստեղծմանը եւ նայում է այդ գործընթացի վրա որպես իր անվտանգության ամենակարևոր երաշխիքը։ Չնայած նրանք պաշտոնապես հայտարարում են, որ իրենք ունեն բացառապես խաղաղ միջուկային ծրագիր եւ չեն պատրաստվում այդպիսի զենք ստեղծել, անգամ կա ֆաթվա բանի կողմից, այդ Այաթոլլահ Խամենեի կողմից, որ այդ զենքի ստեղծումը արգելում է, բայց այնուամենայնիվ Իրանը ունի իր աչքի առաջ երկու պետության ճակատագիր։ Մի պետությունը դա Լիբիան է, մյուս պետությունը Հյուսային Կորեան։ Լիբիայի դեպքում բոլորը տեսան ինչ եղավ։ Լիբիան լինելով Աֆրիկայի ամենազարգացած եւ ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկիրը, ամենատնտեսական վիճակում ամենալավ գտնվող, ինքը գնում էր ատոմային ծրագրի ստեղծմանը, որի պատճառով բնականաբար ունեցավ հակամարտություն Միացյալ Նահանգների հետ եւ ընդհանրապես Եվրոպայի հետ։ Ի վերջո եկան համաձայնության, այսինքն Լիբիան պաշտոնապես հրաժարվեց ատոմային զենք ստեղծելու ծրագրից, որի փոխարեն, ասենք, արևմուտքը սանկցիաները բանալեց, հանեց, սկսեցին ինչ որ համագործակցության ծրագրեր, բայց վերջը դրա, ասենք, նույն Իրանի համար հետևյալն է, հետո եկան ռմբակոծեցին Լիբիան, իսկ
բանին, նրա լիդերին Կադաֆին տեսակ ինչ լինչի դատաստանի ենթարկեց ամբողը եւ ունեն իրենց աչքի առաջ Հյուսիսային Կորեայի տարբերակ, երբ որ Հյուսիսային Կորեան այնուամենայնիվ այդպես հետևողականորեն գնաց եւ անցավ այդ շեմը, ստեղծեց ատոմային ցանկ, որից հետո Հյուսիսային Կորեայից սկսեցին խոսել արդեն շատ քաղաքավարի, շատ զգուշավոր մտան բարի մեջ, բանակցությունների մեջ, սկզբից Քարտերի մակարդակով, երբ որ պաշտոնաթող նախագահային Օբաման ուղարկեց բանակցությունների Հյուսիսային Կորեա, իսկ հետո արդեն գործող նախագահի մակարդակով, երբ որ ասենք Թրամփը առաջի իր պաշտոնավարության ժամկետում գնաց երկու հանդիպում ունեցավ եւ Կիմ Չեն Ինի հետ փաստորեն բանակցում էին ամեն դեպքում ինքը տեսնում է այդ երկու տարբերակը եւ բնականաբար հասկանալի է որ ատոմային զենքի ստեղծումը Իրանի կողմից կդառնա իր ամենամեծ երաշխիքը անվտանգության դա ակնհայտ է բռնել է պահը ամենաիսրայելամեծ վարչակազմն է ԱՄՆ միջև ստեղծելը դու գտնվում ես Լիբիայի վիճակում այսինքն որովհետեւ միջև այդ ստեղծելը ամենախոցելի տարբերակն է, որովհետև դա անցալվում է Իսրայելի կողմից որպես անմիջական սպառնալիք իր ազգային անվտանգության եւ ընդհանրապես գոյության համար, որովհետև իրենք հասկանում են, որ ասենք ինչ որ մի երևակայելի այդպես կոնֆլիկտի ժամանակ մի հատ նման զենքի գործածումը Իսրայելի նկատմամբ ուղղակի կարող է Իսրայելը կործանի, Իսրայելից բան չմնա Հետևաբար Իսրայելի համար սա դարձել է կենաց մահու կռիվ, որ Իրանը չպետք ունենա զենք։ Հիմա խնդիրը այն է, որ սա մասին ենք շատ խոսացել, որ Իրանը, որ Իսրայելը շատ մեծ ազդեցություն ունի Միացյալ Նահանգների քաղաքականության վրա, բազմաթիվ անգամ խոսել եմ, ընդ որում մեծ էվոլյուցիա է ապրել այդ ազդեցությունը, չես կարող համեմատել 90-ական թվականներին կամ անգամ 2000-ական թվականների հետ։ Հիմա կարելի է ասել, որ ամբողջությամբ եւ դեմոկրատական եւ հանրապետական վերնախավները գտնվում են կոնգրեսում Իսրայելի անմիջական ազդեցության տակ, չեն էլ թաքցնում հատնի AIPAC-ը, այսպես American Israeli Public Action Committee-ն, այսինքն այդ իսրայելական լոբին ուղղակի ֆինանսավորում է բոլորի ընտրարշավները եւ մեծ պայքար է տանում, որ հանգարցակի հակաիսրայելական տրամադրված որևէ կոնգրեսմեն չհայտնվի Ամերիկայի կոնգրեսում եւ մեծ հաջողությամբ հասել են այդ նպատակի։ Եվ հիմա մեծ է վտանգը, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ կհասցվեն։ Եվ հիմա մի հատ շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել, որի մասին դեռ 2007 թվականին իր հայտնի գրքում գրել էր Ջոն Միրշայմերը Սթիվեն Վոլթի հետ միասին, համաձայն որի անգամ եթե Միացյալ Նահանգների ազգային շահերին դա հակասում է, այնուամենայնիվ Միացյալ Նահանգները տարբեր գործիքների ազդեցության տակ կարող են ներքաշվել Իսրայելի աջենդայի մեջ, Իսրայելի օրակարգի մեջ եւ անեն այն ինչ որ պետք է Իսրայելը։ Հետևաբար շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծել, Իսրայելը պահանջում է Ամերիկայից ըստ էության մեծ ռմբակոծություններ անել ատոմային օբյեկտների, բայց միայն դրանով հարցը իրենք չեն համարում, որ կլուծվի, որովհետև անգամ եթե դու այդ բոլոր այդ օբյեկտները ոչնչացնես, Իրանը հնարավորություն ունի հետագայում նորից այդ ծրագրերը վերականգնել, առավել ևս, որ հիմա իրանք այդ խորքային այդ բունկերների, բաների մեջ շատ են զարգացրել իրանց, մոդեռնիզացրել իրանց ռազմական կարողությունները, այդ ամեն ինչը հիմա թաքնվում է տենց ստորգետնյա բավականին խորքային բունկերներում, որոնց անգամ այդ խորքային ռմբակոծությամբ դժվար է հասնել։ Հիմա ինչ է ստացվում։ Հիմա ամերիկացիք սկզբից այդ Իսրայելի դրդմամբ մեծ սպառնալիքներ տեղացին Իրանի վրա, այս պահին կարողացել են հասել նրան, որ Իրանը այնուամենայնիվ մտնում է Ամերիկայի հետ բանակցությունների մեջ։ Այդ բանակցությունները տեղի կունենան Օմանում, եւ Օմանում Ամերիկան ու Իսրայելը պետք է խոսեն այդ Օմանի որպես միջնորդ
օգնությամբ պետք է խոսեն ինչի որտեղ պետք է իրան գան բանի, այլապես Թրամփը խոստացել է չգիտեմ դժոխքը բացել Իրանի վրա։ Հիմա որը կարող է լինի իրանց համաձայնության, այստեղ խնդիրը շատ դժվար է պատկերացնել, թե ինչը կարող է լինի համաձայնության հիմքը, որովհետև այն որ Իրանը արդեն կարող է միջուկային զենք ստեղծել, սա որևէ կասկած ոչ մեկի մոտ չի հարուցում, որտեղ իրենք ունեն ուրանի եւ պլուտոնիումի հարստացման այն մակարդակների են հասել, որ իրենք ցանկացած պահի այդ բանը կարող են անել։ Բնականաբար Միացյալ Նահանգները պնդելու են, որ իրենք հրաժարվեն հարստացման իրանց այդ ուրանի եւ պլուտոնիումի հարստացման ծրագրերից, ավելին կպնդեն, որ մոնիտորինգը լինի, որ ամերիկացի էքսպերտները, փորձագետները կարողանան գալ բանանեն այդ կամ ընդհանրապես ԱՄՆ-ը վերահսկողություն ունենա Իրանի ատոմային Օմանը Իրանը ԱՄՆ-ն վերահսկողություն ունենա Իրանի ատոմային օբյեկտների նկատմամբ։ Տեսնում եք, նրանք Ուկրաինային են նման բան առաջարկում։ Հա, չէ, ձեր ասած ավելի ռադիկալ բան է, այդ դե կան տեղեկություններ, որ այդպիսի պահանջել են այդտեղ։ Ես կարծում եմ դա բացառվում, հա։ Իրանը չի համաձայնվում։ Իրանը բնականաբար չի համաձայնվի։ Դրա համար Այսինքն Իրանը կարող է մի քիչ արգելափակի իր միջուկային զենքի ստեղծման, այսինքն այդ process-ը դանդաղեցնի կամ կանգնեցնի ինչը, բայց ինքը չի համաձայնվի ամերիկացիների պահանջներին, որ ասենք նրանք լրիվ մոնիտորինգ անեն այդ ատոմային բաները եւ վերահսկեն այնտեղ այդ գործընթացները։ Նշանակում է բախումը մոտ է, պարոն Զոհրաբյան։ Նշանակում է, որ քանի որ չի երևում այդ խաղաղության նախագիծը, այսինքն ինչի վրա պետք է համաձայնվեն, նշանակում է բավականին հնարավոր է, բավականին մոտ է այդ խնդրի իրագործումը։ Հիմա ոնց է սա մեզ առաջնում։ Խնդրի իրագործում նկատի ունեք ռազմական հարձակումը, Ամերիկայի եւ Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա։ Բնականաբար նպատակը պետք է լինի, չի կարող լինել, ինչպես ես ասացի, ընդհանրապես մասսայական տենց ռմբակոծությունը, որտեղ Իրանն էլ է պատասխանալու եւ այլն եւ այլն։ Խնդիրը բարձր որ նման դեպքում դրված է լինելու Իրանի մասնատեցման խնդիրը, որը ինչին կարելի է հասնել բացարձակապես, եթե նրանք փորձեն իրագործել անջատողական տարբեր շարժումների ծրագիրը, որի մեջ բնականաբար առանցքայինը դառնում է ադրբեջանական անջատողականության ֆակտորը։ Հիմա այս առումով Ադրբեջան պետությունը ձեռք է բերում հսկայական նշանակություն եւ Իսրայելի եւ Ամերիկայի համար։ Եթե մտնի այդ խաղի մեջ, այդ ձևակերպ։ Դե մտել է արդեն։ Անջատողականությանը նպաստելու ձևակերպմամբ։ Չէ, եկեք սենց ասենք, դա մի քիչ ավելի բարդ ծրագիր է, այստեղ առաջին էտապին խոսքը գնում է Իսրայել, Ամերիկա, Ադրբեջան ստրատեգիական ռազմավարական տենց չեմ ասի դաշինքի, բայց ինչ-որ կոալիցիայի ստեղծմանը, որը Իսրայելը շատ հստակ հիմա առաջ է տանում։ Իսրայելի եւ Աբրահամյան ակորդների մեջ է հրավիրում Ադրբեջանին եւ ընդհանրապես խոսում է դրա մասին, որ այդ երրակողմ բանը պետք է ստեղծել։ Ասեք, պատահական չի, որ Թրամփը շնորհավորեց Ալիևի Նովրուզը եւ շատ ավելի, այսպես ասեմ, խորը գնացող արտահայտությունով, քան երբևիցե միջև հիմա որևէ ամերիկյան պրեզիդենտ ասել էր կամ խոսացել էր Ալիևի հետ կամ Ադրբեջանի հետ։ Այսինքն Ադրբեջանը այս առումով ձեռք է բերում խոշորագույն ռազմավարական նշանակություն Իսրայելի եւ Ամերիկայի համար, որտեղ իրենց սցենարներում հասկանալի է, որ ինչ որ պահից հետո իրենք պետք է ոնց որ օգնեն այդ անջատողական, ոչ միայն օգնեն այդ անջատողականության զարգացմանը ազերիական, այլ նաև ծառայեն պլացդարմ, ամենահարմար գետնի վրա պլացդարմն է Իրան ներխուժելու համար։ Արդեն այնտեղ կան իսրայելական որոշ ծառայություններ, ինչ-որ ռազմական կառույցներ, որոնք մոնիտորինգ են անում Իրանի տարածքը եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամեն ինչը ինչով է մեզ առնչվում։ Այս ամեն ինչը մեզ առնչվում է այն պարզ պատճառով, որ
Բացի դրանից, որ ասենք, եթե նման բան լինի, հասկանում եք, փախստականների հոսք է սկսում, ընդհանրապես մեր տնտեսական կապերը եւ ինվեստիցիաների ճակատագիրն է բանանում վնասվում եւ այլն եւ այլն, բայց այդ մի կողմ դրենք, շատ ավելի լուրջ վտանգներ կան, կապված է նրա հետ, որ Ադրբեջանը պլանավորում է այնուամենայնիվ բանի այդ տարածքային նվաճումներ, նոր տարածքային նվաճումներ Հայաստանից։ Իրանց համար այս Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը շարունակում է մնալ գլխավորագույն նպատակը եւ պատահական չի, որ Ադրբեջանը արդեն ամիսներ շարունակ խոսում է դրա մասին, որ Հայաստանը պատրաստվում է ապրիլին ինչ որ հարձակումներ, պրովոկացիաներ անի, պրովոկացիոն փոքր Սրանց ավելի մեղադրանք է հնչեցրել, որ հայկական զինված ուժերը կրակել են իբր թե Հիմա այդ որ իրանք ամիսներ շարունակ ասեն, որ ապրիլին Հայաստանը նախապատրաստում է պատերազմ, հիմա այդ ամեն ինչը ամրապնդում են նաև իբր թե սրացմամբ հայ-ադրբեջանական սահմանը իբր թե հայկական զորամիավորները գնալով սրում են իրավիճակը, կրակոցներ են անում եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ գնում է լիակատար ինֆորմացիոն, ռազմական եւ այլն նախապատրաստում ապրիլին ինչ որ բան անելու։ Հիմա ինչի ես չեմ ասում, որ 100%-ով դա լինելու է։ Որովհետեւ այնուամենայնիվ ակնհայտ է, որ Ադրբեջանը նման հարձակումը տեսնում է ընդհանուր իսրայելա-ամերիկյան հարձակման կոնտեքստում, այսինքն իրանք չեն անի դա միայնակ մտնելով խաղի մեջ, խոցելի դառնալով եւ այլն եւ այլն։ Իրանք հակառակը պետք է սպասեն, որ այս մեծ հարձակումը լինի, ինչ որ որոշակի քաղաքական եւ ռազմական ասպեկտները հասունանան, որից հետո իրանց բանը ակտիվ գործողությունները կմտնեն գործընթացի մեջ։ Այսինքն չնայած խոսում են ապրիլի մասին, իրենք այնուամենայնիվ գտնվում են այդ ստրատեգիական սպասողականության մեջ։ Իրենք սպասում են, երբ դա լինելու։ Հարմար պահ ստեղծվելու։ Հիմա ի վերջո այնուամենայնիվ այդ հարցը լուծում է Տրամպը։ Երբ կլինի, թե չի լինի, այսինքն հիմա մենք գտնվում ենք այդ ստրատեգիական ահեղ մի սպասման իրավիճակում, երբ որ եւ մեր հակառակորդներն են սպասում դրան, ընդ որում մեր դեմ գործողություն անելու համար, եւ մենք ենք սպասում, որտեղ տեսնում ենք, որ այնուամենայնիվ այդ սպառնալիքը sense գալիս է մեր վրա։ Այստեղ կնեք բանջավը մի հարցը իհարկե գուշակելը շատ բարդ է թե նախագահ Թրամփը ինչ կորոշի Իրանի հարցով, որովհետև մենք շատ հաճախ լսել ենք նաև սպառնալիքների բարձր տոն, երևի բոլոր պետությունների նկատմամբ իրեն հետաքրքրող Գրենլանդիա, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպա եւ այլն, հա։ Հետո այդ տոնը իջել է եւ փորձել է որոշակի այսպես գործարքային տրամաբանությամբ գնալ։ Սա չի շատ ինքը գիրք է գրել, չէ՞, The Art of the Deal։ Այո։ Որտեղ նշում է, որ բարձր նշանով է դնում, որտեղ հետո իջեցնում ես կամած ստանում այն, ինչ որ կարող է չստանալ։ Ընդհանուր առմամբ սրա մասին շատ խոսում են, Թրամփի վարքագիծը մեկ-մեկ իսկապես նմանվում է, ասենք, Նյու Յորքի real estate-ի այտենց մագնատի վարքագծի, որը ասենք ինչ որ մի գործարք անելուց համար ինչ սպառնալիքներ է տեղում, ինչ որ բան է ստեղծում, այտենց կոնֆրոնտացիոն մի մտորդ է ստեղծում, որպեսզի ստիպի այդ գործարքի մյուս կողմին գտնվող կողմին զիջումների գնալ եւ իջացնի բանը այդ իր պահանջները եւ այլն։ Հիմա ես ուզում եմ հարցս հնչեցնել, այս իրականությունը իրապես հենց այդպես է գրքում, հենց այդպես էլ Մարալագոյի իր այդ շքեղ առանձնատան գնման պատմությունն է ներկայացնում հենց այդ ոճով, երբ որ գինը կարողացել է շատ նվազեցնել, ինձ հետաքրքիր է հետեւյալ նրան արդյոք Թրամփին կարող է հետաքրքրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ դեր ունենալ։ Այս Իրանի պատմությունը շատ բարդ է, շատ կարելի է նաև տագնապել իրականում, եթե մի քիչ ավելի երկար մտածես, բայց արդյոք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, երբ որ կա 17 համաձայնեցված կետով համաձայնագիր Հայաստանի ընդդիմությունը, դուք մյուսները քննադատում են Փաշինյանին զիջումներ անելու մեջ եւ այլն։ Մենք զիջումներ անելու մեջ չենք քննադատում, մենք քննադատում ենք անիմաստ զիջումներ անելու մեջ, որոնք ոչ մի
օգուտ եւ արդյունք չեն տալի։ Okay, բայց ամեն դեպքում կա այդ համաձայնագիրը, պարոն Ջաբյան, Ադրբեջանի նախագահի պահանջները չկա։ Այդ համաձայնագիրը գոյություն չունի։ Հիմա դուք կպատասխանեք։ Բայց վստահ եմ, եթե նույնիսկ կարծում եք, որ չկա այդ համաձայնագիրը, հարցս անիմաստ չի։ 17 կետ դաշտային աշխատանքի, այսպես տեղ շատ քիչ է, ասենք ռուս-ուկրաինական պատերազմը չի, որ պետք է որոշեն այս օբյեկտին հարվածել, չհարվածել, էլի, այստեղ մենք գործ ունենք Ադրբեջանի լրացուցիչ պահանջների առաջ դնելու հետ, եւ եթե ինչ որ մի ուժ հայտնվի, որը դադարեցնի այդ լրացուցիչ պահանջներ դնելու գործելակերպը, իրապես այդ համաձայնագիրը, որը դուք պնդում եք, որ չկա, կարող է ստորագրվել։ Արդյոք նախագահ Թրամփին կարող է հետաքրքիր լինել հայ-ադրբեջանական գործարքը, չէ՞ որ դուք լավագույնս գիտեք բանակցային, այսպես նաև պատմությունը շատ նախագահներ, վարչապետեր, առաջնորդներ են փորձել այս խնդիրը լուծել եւ կարող է նրա համար թեթև բայց նշանակալի հաղթանակ լինել 35-ամյա կոնֆլիկտը փակել։ Ես ուզում եմ, թվում է թե Իրանից մենք հեռանում ենք, բայց Իրանից բացարձակ չենք հեռանում, որովհետև եթե այստեղ հարաբերություններ որոշակի կարգավորում լինի, շատ անտրամաբանական կարող է լինել Ադրբեջանի որևէ ռազմական ագրեսիա Հայաստանի դեմ։ Այդ դուք ինչ եք տեսնում այստեղ։ Շատ լավ, շատ կարևոր հարցեր բարձրացրեցիք, բայց այդտեղ մի քիչ միֆոլոգիզացիա կա, որի մասին ես կուզեի խոսել։ Նախ սկսենք նրանից, որ ինչպես ես պնդեցի, չնայած դուք հակառակը ասեցիք, որ համաձայնագիր կա։ Համաձայնագիր ըստ էության չկա, որտեղ մեզ համար համաձայնագիր կամ նախագիծ, չէ, նախագիծ միշտ է եղել։ Նախագիծ եղել է դեռևս 20 թվականից, այդ 5 տարի այդ բանակցությունները գնում են ու միշտ եղել է նախագիծ։ Չէ, պնդումը ավելի ուժեղ է, որ կա համաձայնություն, կա համաձայնագիր։ Վերջնական արդեն որի շուրջ կա համաձայնություն։ Դե կողմերը հայտարարել են ամեն։ Հիմա ես բացատրեմ, ինչի մենք չենք համարում դա համաձայնագիր, համարում ենք խաբեություն հայկական կողմից ներկայացնել դա որպես ինչ որ համաձայնության մի նվաճում։ Իրականում համաձայնությունը կամ համաձայնագիր լինում է մի դեպքում, երբ որ հակառակ կողմը ստորագրություն է դնում։ Միջև այդ ստորագրությունը չկա, իսկ այդ ստորագրությունը իրենք են ասում, որ չի լինի, հետևաբար ոչ մի համաձայնագիր չկա։ Երկրորդ էլեմենտը, որ շատ կարևոր եմ համարում, այդ համաձայնագրի մեջ, օրինակի համար, ինչքանով որ մենք ունենք տեղեկություն, բացակայում է այն կետը, հիմա դուք կասեք դա փոքր հարց է, բայց այդ շատ մեծ հարց է։ Այն կետը, ըստ որի մեր բոլոր գերիները պետք է վերադարձվեն։ Այդ թվում նաև Արցախի։ Չէ, դա կարևոր հարց է, որովհետև հետագա էսկալացիաների տեղ։ Շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, որ ընդունում եք, որ դա կարևոր հարց է։ Բայց ես ուզում եմ բացի այն, որ դա մարդկային մեր արժանապատվության եւ այլն հազար մի հարց է լուծում, բայց այնտեղ մի հատ շատ ավելի կարևոր խնդիր կա։ Եթե դու խաղաղություն ես կնքում, բայց այդ հարցը թողնում ես չլուծված, դա նշանակում է, որ դու իրականում ձևականության ես գնացել։ Ալիևին նկատի ունեմ։ Դու խաղաղություն չես կնքել, որովհետեւ դու պահում ես այդ նվաստացման այդ գործընթացը Հայաստանին որպես չարիք նկարագրելու գործընթացը, իրավական եւ քարոզչական հիմքերը ստեղծելու, որ ֆաշիստական Հայաստան, դուք հասկանում եք, չէ՞ որ այդ դատավարության, կեղծ դատավարության բանով, վճիռով, ինչ ասես հնարավոր է ասել։ Մասնավորապես կարելի ասել, որ սա բան է, մի հանցավոր ծրագիր էր, որը Հայաստանը բաներ անում, կատարում էր եւ անգամ մենք եթե խաղաղություն ենք կնքել, բայց դատավարության ժամանակ այնպիսի դետալներ բացվեցին, որ հիմա հասկանալի է, որ մենք գործ ունենք մի ագրեսորի հետ, որին պետքա պատասխան տալ։ Ուզում եմ ասեմ, սրա պոտենցիալը խաղաղությունը պայթեցնելու, տորպեդահարելու այնքան մեծ է, որ մենք պետք է հասկանանք, բացի հումանիտար հարցերից, բացի մեր արժանապատվության հարցերից, թե անվտանգության հարց է։ Ես դրա համար ասում եմ, եթե Ալիևը գնում է խաղաղության, ինքը պետք է համաձայնվեր նաև այդպեսի մի կետի խաղաղության պայմանագրի մեջ, որով դե լավ մենք բոլորս հանում ենք, եթե մենք հայցերը հանում ենք իրար նկատմամբ, չնայած բոլոր իրանք էլ կարող է ունենան իրանց բաները քիչ ավելի հիմնավորված, քան մերը, բայց մենք ունենք մեր խնդիրները, որի, ասենք, իրավունքներ, գույքային եւ այլն, մենք այդ հայցերը հանում ենք, դա նշանավորում է, որ մենք էլ կոպիտ ասած իրար նկատմամբ խնդիր չունենք, մենք պատրաստ ենք զրոյից խաղաղ կյանք կառուցել, բայց դատավարությունը մնում է, սա նշանակում է պայթեցրեցիր։
Այսինքն, բա եթե տենց է, ուրեմն այն էլ հանենք։ Պետք է զրոյից ենք, չէ՞ սկսում։ Մենք բոլոր ամեն ինչ պետք է հանենք, բայց դա չի արվում եւ ամենաահավորենա, որ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում այդ դատավարության վերաբերյալ մեր պահանջները ինչքան կարևոր է ընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ, որպես անվտանգության հարց, որպես բուն խաղաղության հաստատման հարց։ Հասկանում եք։ Այս ուրեմն մեկ, այսինքն ես այնտեղ խաղաղություն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մեր իշխանության կողմից անդադար զիջումներ, ամեն ինչ պատրաստ են կատարել։ Հիմա էլ սահմանադրության պահանջներ են պատրաստ կատարել, երբ որ հարցում ես ինչի է սահմանադրությունը փոխում, կամ ավելի ճիշտ է հարցը ասեն ձևակերպել։ Այդ ի՞նչն է սահմանադրության բովանդակության մեջ, որ ձեզ դուր չի գալիս։ Ես գիտեմ, մեզ ինչ դուր չի գալիս, բայց Փաշինյանի թիմը ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տալիս, որ այս սահմանադրության բանի տեքստի մեջ ի՞նչն է, որ իրաց դուր չի գալիս։ Բովանդակություն։ Իրանք մենակ ասում են, պետք է մնա։ Իրանք մենակ ասում են բան, լեգիտիմ չի, հիմա եկեք լեգիտիմության հարցը լուծենք։ Ընկեր, քեզ ինչ դուր չի գալիս այդ սահմանադրության մեջ։ Կոնկրետ, բովանդակային որ մասը, կառավարման մոդելը դուր չի գալիս, այդ անկախության հռչակագրի վրա հղումը դուր չի գալիս, որը դուր չի գալիս իրականում Ալիևին։ Ինչն է, որ դու ուզում ես փոխես։ Հասկանալի է ինչա։ Նիկոլը պատրաստվում է իրականում գնալ այդ փոփոխության Ալիևի պահանջով, ինքը ոչ մի հոդաբաց բացատրություն չունի, թե էլ ինչի համար է ուզում փոխի այս սահմանությունը։ Հիմա ինքը գնալու է։ Ես էս ինչ եմ ասում, որ Էդ էլ կանի, մյուսն էլ կանի, երրորդն էլ կանի, բայց այդ դատավարությունը մնում է։ Այսինքն Ալիևը ոչ միայն միշտ պահպանելու է ինչ-որ նոր առիթներ մեր վրա ճնշումներ գործադրելու համար, այլ նաև կարող է ստեղծել եւս նորագույն առիթներ, օրինակի համար այդ դատավարության հետևանքով։ Սա նշանակում է, որ մենք խաղաղության չենք գնում։ Եվ ամենապերճախոս վկայությունը դրա այն էր, որ անմիջապես դրանից հետո երբ որ հաղթանակած sense տոնով մեր իշխանությունները թմկարեցին, որ մենք եկել ենք վերջապես համաձայնության, զիջելով են երկու կետնել վերջնական, այդ հայտարարությունից երկրորդ օրը սկսվեցին սրացումները եւ կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչը նշանակում է, որ Ալիևը քյասար ասում է, դա չի հետաքրքրում։ Դուք մեկը պետք է, ես մեկը ձեզ կամաց ջարդելու եմ։ Հիմա այդ վիճակում դուք ուրիշ հարց եք դնում։ Դուք ասում եք, հիմա կարող է Տրամփին այնուամենայնիվ դուր գա այն հանգամանքը, որ նման համաձայնագիր կա եւ ինքը օգնի այդ բանին անել։ Այդ բանին այդ այնուամենայնիվ ինչ որ ներդրում կատարի ամերիկյան դիվանագիտությունը նրա մեջ, որ ասենք ստիպի Ադրբեջանին այդ համաձայնության ուղղությամբ գնալ։ Ես ձեզ ասում եմ, այնքան պարզ է իրավիճակը։ Իրականում այս հարցում Միջին Արևելքում նոր աշխարհի ստեղծման հարցում ցավոք սրտի ամեն ինչ որոշում են լոբիները, որտեվ Իսրայելի հարցում արդեն տեսանք ինչ է կատարվում։ Այսինքն դու պետք է համեմատես Իսրայելի լոբիի կարողությունը հայկական լոբիի կարողության հետ։ Իսկ դրանք անհամեմատելի բաներ են։ Իհարկե Տրամփը ունի եւ հանրապետական կուսակցությունը ունի ինչ որ ընտրական մոտիվներ, ինքը կուզի ինչ որ ամերիկահայերի աջակցությունը տարբեր բան, բայց դու պետք է այդ կշիռները համեմատես։ Եթե Իսրայելին ու իսրայելական լոբիին պետքա որ սենց լինի, ուրեմն այդպես կլինի, որովհետև հայկական լոբին դրան հակակշռելու ոչ մի ունակություն չունի։ Հետևաբար ցավոք սրտի ես հասկանում եմ, որ սա մի քիչ ցինիկ է հնչում, մի քիչ ռեալ պոլիտիկ շատ ամեն ցինիզմ չի որ վնասակար է պարոն Զուրաբյան։ Դե հա, բայց ես ուզում եմ ասեմ ճշմարտությունը մեկ-մեկ կարող է հնչել ցինիկ, որտեվ մարդիկ, որոնք ասենք մի քիչ ավելի վարդագույն եւ ռոմանտիկ աշխարհում են ապրում, իրանց թվում է, որ այսպես բաներով, արդարության, չգիտեմ, միջազգային իրավունքի վրա հղումներով, բաներով կարելի է բան անել, իրականացնել իրենց ցանկությունները։ Ցավոք սրտի դա այդպեսին չի։ Աշխարհը այդպեսինը չի։ Ես չգիտեմ, եթե իրանց համար նորություն է, ես պետք է սա ասեմ, այսինքն նենց չի, որ Տրամփը ինչ որ կոնկրետ օրակարգ ունի Կովկասում, որ ասենք ինքը կարող է ուզենալ հայերին ինչ որ չափով նպաստել, բայց այս դեպքում անհամատելի է բաները, այդ այլ շահերը առաջ մղող այդ բաների քաղաքական ուժերի կշիռները անհամատելի են։
Հետևաբար այստեղ մենք ինչ որ հույսեր ունենանք, սա շատ կներեք բանա ռոմանտիկ ու բանա մեզ շատ վատ տեղ տանող բաներ են։ Հիմա, բայց այստեղ կա երրորդ ֆակտորը, որը շատ կարևոր է եւ դրա մասին արդեն պետք է խոսել, որովհետեւ ռեալ պոլիտիկի տեսակետից շատ կարևոր ֆակտոր է։ Ռուսաստան։ Ասենք այնուամենայնիվ Տրամպը հասկանում է, որ եթե ինքը տեսնում է, որ կա Չինաստան, Ռուսաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, որոշակի տենց կոալիցիա, անգամ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը համատեղ ռազմական բաներ են կատարում այդ զորավարժություններ, հարաբերությունների բարձր մակարդակը։ Այսինքն Տրամպը Իրանի վրա հարձակվելուց առաջ նաև պետք է հաշվարկի իսկ ինչ բաներ հետևանքներ եւ ազդեցություններ կլինի Ռուսաստանի հետ առաջին հերթին, որտեվ ինքը հիմա իսկ կարող է Չինաստանը Թայվանի վրա հարձակվի այդ բaragայում։ Դե հիմա ոչ մի բան չի կարելի բացառել, մենք գիտենք, որ այնտեղ էլ է այդ հակամարտությունը սրվում, բայց խնդիրը հետեւյալն է, այս պահին այս կոնկրետ պատերազմի համար, Իրանի դեմ պատերազմի համար ինքը պետք է հաշվարկի ոչ թե այդքան շատ Չինաստանի ռեակցիան, այլ Ռուսաստանի ռեակցիան, որովհետև նայ, եթե դու գնում ես կարգավորման ուկրաինական հարցում, դա կամոր ստրատեգիական հարց է, ընդ որում դու նպատակ ես դրել Ռուսաստանին այս կողմ բերել ու Չինաստանից անջատել։ Դու այդ անում ես, մյուս կողմից դու գիտես, որ Ռուսաստանն ու Իրանը ունեն ստրատեգիական գործընկերության ինչ որ համաձայնագրեր փոխօգնության եւ այլն եւ այլն։ Ճիշտ է, դա ավտոմատ չի նշանակում, որ թե Իրանի վրա հաջող հարձակվի Ամերիկան, դա ռուսական ռեակցիա տրիգեր անում առաջացնում, բայց այնուամենայնիվ կան լուրջ համաձայնություններ ու լուրջ ստրատեգիական շահեր։ Հիմա ինքը պետք է տենա, չէ՞, այդ բանը անում է, ինչ է լինում։ Այդ թվում նաեւ գալիս ենք մեր հարցին։ Իսկ Կովկասում ով է այդ դերը խաղալու։ Իսկապես Ամերիկան պետք է թքի հայ ժողովրդի բանի վրա, ասի դե լավ Կովկասը ինչ ուզում է լինի, այնտեղ մեր պարտներները Թուրքիան ու Ադրբեջանը կլինեն, իսկ ավելի շատ Ադրբեջանը, որտեղ այստեղ հետաքրքիր բան կա։ Իսրայելը չի ընդունում Թուրքիային, մի հատ շատ կարևոր ֆակտոր կա այս ամբողջ անալիզի մեջ, իսրայելա-թուրքական հակամարտության խնդիրը։ Հա, հիմա անգամ մի հատ հետաքրքիր իրավիճակ ենք եկել, երբ որ Ադրբեջանը փորձում է դառնալ միջնորդ իսրայելա-թուրքական հարաբերություններում, արդեն այդ նման բանակցություններ, նման ֆորմատներ ձևավորվում են, խոսում են եւ այլն եւ այլն, բայց եթե իսրայելական ազդեցության տակ ամերիկան Կովկասի տեր պատրաստ է նշանակել Ադրբեջանին, այդտեղ հարց է ծագում, որ կարող է լինի հակասություն ռուսական շահերի հետ, որովհետև եթե Տրամպը համաձայնա որոշակի ազդեցության զոնաներ նվիրի Ռուսաստանին, հանուն տենց մեծ գործարքի եւ բան, շատ հնարավոր է, որ այդ գործարքները համենայնպես ռուսները հաստատ կուզեն այդ խոսակցությունը վարել նաև Կովկասի շուրջ։ Հետևաբար չեմ զարմանում, որ Վիտկոֆը գալիս է Մոսկվա, Պուտինի հետ խոսում է, հետո գնում է Բաքու, Ալիևի հետ խոսալ։ Այսօր Մոսկվա էլի գնացել Պուտինի հետ երկրորդ հանդիպումն է։ Այսինքն ու մենք ինչ ենք տեսնում։ Վիտկոֆը գնում է բոլոր կարևոր, ու իսկ Բաքուն դարել է կարևոր բայրաքաղաք, հիմա բայց Երևան չի գալիս։ Սա ինչ ուզում եք ասեք, ես 1000 անգամ բացատրել եմ, այս 7 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքն է, որտեվ իր ամեն քայլը եղել է սխալի հետևից, որը քայքայել է, խարխլել է Հայաստանի պետականության կամ հայոց պետության ազդեցությունը ու կշիռը միջազգային քաղաքականության մեջ։ Ինքը հասցրել է մի այնպիսի իրավիճակի, որ արդեն Երևանի կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրում։ Երևանի կարծիքը հետաքրքրում է միայն Բաքվի, մենակ մի հարցով. արդյոք Հայաստանը ինչքան արագ եւ ինչ խորությամբ պատրաստ է կապիտուլյացիայի ակտ ստորագրել։ Այս Փաշինյանի քաղաքականության գլխավոր հետևանքն է եւ ես իհարկե շատ շնորհակալ եմ իրան, որ ինքը երեք անկեղծացավ ու այդ կառավարության նիստի ժամանակ ասաց, որ մենք այս վիճակում ենք, որտեղ մենք տգետ ենք, ընդ որում ասաց ինձնից սկսած միջև բոլոր բանը կառավարության անդամները,
Դա սիրում է քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն կներեք, ես կարծում եմ դա ընդհանրապես ցանկացած հայ քաղաքացու պարտականությունը պետք է դառնա այն ահավոր սխալներից հետո, որ ինքը կատարել է։ Իսկ դուք չպետք է քննադատեք, այսինքն չեք տեսնում ինչ անում։ Այսինքն այս տպավորությունը ոնց որ բան է, դա իմ ինչ որ էմոցիոնալ ռեակցիան է, չէ, այս նրա սխալների 7 տարվա սխալների հաշվարկն է ու վերլուծությունն է։ Մենք տեսնում ենք ինքը ինչ է անում։ Ինքը չի հասկանում, ինքը տեսեք ինչ ասեց, այ երեկվա դիստում շատ հետաքրքիր բան ասեց։ Ասեց մենք այս կառավարությունով աշխատում ենք, պրինտ ենք անում, թղթեր ուղարկում ենք, բան, բայց մենք չգիտենք ինչ են մեզնից ուզում։ Մենք չգիտենք մեր բանը գյուղացին կամ ընտրողը կամ չգիտեմ վերջը, մենք այդ ինֆորմացիան չենք տիրապետում։ Դուք պատկերացրեք։ Երկրի ղեկավարը խոստովանություն անում, որ ինքը սեփական պետության մեջ իրավիճակին չի տիրապետում, ինքը սեփական քաղաքացիների պահանջմունքներին չի տիրապետում։ Էլ ուր մնաց, որ ինքը տիրապետեր աշխարհաքաղաքական process-ներին կամ հասկանար ինչ է կատարվում աշխարհի մայրաքաղաքներում։ Եթե այդ պրիմիտիվ բանը, որը ամենահեշտը պիտի լինի, որ դու գոնե քո սեփական երկրի, գոնե ասենք ինչ է կատարվում Արմավիրում, ինքը հենց Արմավիրի մասին խոսում է։ Ինքը ասում է, ես դրան էլ չեմ տիրապետում։ Բացահայտ ասում է դրա մասին։ Հասկանում եք, հետո ինչ-որ մարդիկ մեզ փորձում են սովորացնել, ախպեր, ինքը ուզում էր ասել, որ պետք է սովորել։ Ինչ է պետք սովորել։ Ինքը խոստովանում է, որ 7 տարի ինքը բան չի սովորել։ Ասում է դա։ Ասում է 7 տարի ես մնացել եմ առաջի դասարանում։ Որովհետև այս խոսակցությունը որ բացել եմ, պետք է 7 տարի առաջ կամ 6 տարի առաջ բացածելնեի, բայց հիմա եմ բացում, նշանակում է, որ ես 7 տարի ոչ մի բան չեմ սովորել։ Էլ ոնց եք ուզում ձեզ ասի ես մարդը, որ ինքը երկիրը կառավարել չգիտի։ Բացատրեք։ Դեր այդ բանը ու ինչ եք դուք դա վերածում իմ ինչ որ էմոցիոնալ մոտեցման։ Դա պիտի ահազանգ է, երեք Նիկոլ Փաշինյանը ահազանգ է հնչեցրել ամբողջ մեր բնակչությանը, բոլոր մեր քաղաքացիներին։ Դուք առաջինը պետք է այսօր մտահոգված լինեիք։ Պարոն Զուրաբյան, այդ պարագայում ընդդիմությունը պետք է 26 թվի խորհրդարանական ընտրություններում չունենա խնդիր, բայց դուք ինչ որ չեք կասկածում, որ Փաշինյանին հեռացնելը ընդդիմության համար լուծելի խնդիր է 26-ին։ Ես կարող եմ կողմնակի ապացույց բերեմ անգամ դրա, որովհետև դուք տեսնում եք, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարները սկսել են հոշոտել։ Դա ինչի մասին է։ Հա, դա հենց դրա մասին է բանանում։ Ասում եմ, որտեղ նրանք զգացել են այդ արյան հոտը, իրանք զգացել են, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը բան չունի, ապագա չունի, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին կարելի է հաղթել անգամ կամ ընտրություններով, կամ փողոցային պայքարով, կամ փողոցային պայքարը եւ ընտրությունները համատեղելով։ Եվ հիմա իրանց համար ավելի կարևոր հարցը այդ դերակատարությունը ով է ստացրել։ Դրա համար մյուսին պետք է խորտակել, որ այդ բանը դու ստանաս։ Առաջ իրանք այդպես չէին վարում, առաջ իրանք միասին էին այդ պայքարում։ Կամ էլ կար տարաձայնություն, շատ չեն հրապարակում, չեն դարձնում հանրության սեփական։ Դե գիտեք, ինչ տարաձայնությունը երբ է սկսում երևալ։ Երբ են շատ պարզ բան է։ Երբ որ դու տարաձայնությունները մի կողմ ես դնում եւ կամ թաքցնում ես կամ երկրորդական ես համարում, այն դեպքում երբ որ դու ունես միասնական նպատակ։ Իսկ դա այն դեպքում ալնում, երբ որ դու մենակ քո ուժերը համարում ես անբավարար։ Այսինքն քեզ պետք են դաշնակիցներ։ Նրանք ընդդիմության ձայների համար են մրցում, այսպես թիվ 1 ընդդիմադիրի պաշտոնի համար են մրցում, որովհետեւ տեսակետն էլ կա, որ չեն էլ ուզում Փաշինյանին հեռացնել։ Ուղղակի թիվ 1 ընդդիմադիրը ես լինեմ։ Չէ, այդ իրանք իրար փոխադարձաբար դրա մեջ մեղադրում են, ես չեմ համարում։ Ուրիշ բան, որ իհարկե ինչ որ առումով ձեռ է տալիս, ես ասել եմ միշտ, սիմբիոզ գոյություն ունի քաղաքական Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմության այսօրվա խորհրդարանական ընդդիմության միջեւ, այդպես սիմբիոզ կա, որովհետեւ բանը Փաշինյանի ֆոնի վրա իրանք շատ ուժեղ են երևում։ Հասկանում եք, Փաշինյանի անգրագիտության, ցախողումների, տգիտության, անհեթեթությունների, պսիխոպաթիայի այդ ֆոնի վրա իրանք լուրջ են երևում։ Այս բանը կա, բայց ես չեմ կարծում, որ նախ այդ երկար չի կարա տևել եւ երկրորդը այնուամենայնիվ իրանք էլ նպատակներ ունեն, ինչ որ քաղաքական ամբիցիաներ եւ այլն եւ այլն։ Բայց դե խնդիրը ես կասեի հետեւյալը, մենք
Մեր գործն է, հիմա քաղաքացիների գործը։ Հակը ոնց է։ Մենք իրավունք չունենք նորից մեր ժողովրդին բերել երկու չարյաց փոքրագույնը ընտրելու այդ անհրաժեշտության առաջ տնենք։ Չեն սիրում մարդիկ, չեն ուզում։ Մի անգամ բանը Նիկոլին չհեռացրեցին, որովհետև վախեցան նախկինների վերադարձից։ Հիմա կարող է այդ նախկիններին վերադարձնել, որտեղ վախենում են արդեն Նիկոլի անհեթեթ կառավարումից։ Երկու դեպքն էլ լավը չէ։ Ոչ էր լավ։ Ոչ էլ էս հիմիկվա նոր մտայնությունը։ Ես իդեպ հասկանում եմ հանրությունը, թե հանրությունը այդ ընտրության առաջ կանգնի, պարզավոր ընտրությունը կանի հոգուտ նրանց, որտեղ Նիկոլի ձախողումները ու բանը կատարյալ են, այսինքն ապացուցելու բան էլ չկա։ Բայց մենք չենք ուզում, որ այդ ընտրության առաջ կանգնեն։ Մենք այս բանից, մենք պոզը պատան ենք ընկել այդ մի քանի քաղաքական ուժի ձեռը։ Մենք պետք է ստեղծենք մեր այսօրվա գլխավոր խնդիրը եւ գործունեությունը ուղղված է դրա։ Մենք պետք է ստեղծենք ժողովրդի համար վստահելի իսկապես լուրջ այլընտրանք, որը պետք է դառնա գլխավոր այլընտրանքը Փաշինյանի ռեժիմին։ Դա հնարավոր է անել ու դա պետք է լինի պետք է ձևակերպվի որպես ռացիոնալ մտածող, կոմպետենտ, ինչ ասեմ, կոռուպցիայի հետ չկապված մարդկանց միավորում։ Փաշինյանին այլընտրանք վերջին մի 4-5 տարվա ընթացքում դրսևորվել են գործիչներ, որոնք մեր մեծ Հայաստանն են վերականգնում եւ մարդիկ մի տարի առաջ այս օրերին սկսվեց, չէ՞, այդ վերջին այսպես ասենք սրբազան շարժումը եւ մարդիկ կարող էլի դժգոհ են Փաշինյանից, ինչ որ չեն հասկանում ինչ է կատարում այդ սահմանազատում, ինչի է բերելու վտանգներ են տեսնում եւ այլն, բայց քանի որ հասկացան, որ կարող է մենք Թուրքիայի հետ սկսենք սահմանազատում անել մեր հայրենիքը հետ բերելով, ինչը կարող է Հայաստանի կործանման բերել իրականում։ Տներից դուրս չեք գալ շատերը։ Ապրեք, դուք հենց կպակ բանալիին այդ գլխավոր այլընտրանքի ստեղծման գործում ամենակարևոր խնդիրը հենց դա է, որովհետև այն ինչ որ ներկայացնում է այսօրվա ընդդիմությունը, իսկապես ընկալվում է, բացի նրանց անցյալից, անցյալը մի կողմ դրենք, ինքը իսկապես ընկալվում է հասարակության կողմից որպես ինչ որ չափով ռևանշիզմ, ընդ որում վտանգավոր, արկածախնդրական, որտեղ եթե մենք տենց միլիտարիստական կամ տենց մի քիչ ռևանշը, չգիտեմ, գնանք վերադարձնենք բանը մեր կորցրածը բան, այս լոզունգներով եթե գնանք, ասենք, տեսեք Նիկոլա ամեն ինչ զիջում է, մենք պետք է գնանք հետ բերենք Արցախի 7 շրջանները կարծը ադահանը։ Այս ֆոնի վրա շանս է տրվում Նիկոլին, որովհետև Նիկոլը բավականին ստվար զանգվածի աչքերում երևալու է որպես իմաստուն այդ ֆոնի վրա, որպես իմաստուն միակ հնարավորությունը։ Հա, ինքը խնդիրներ ունի տագետ է այս այն, բայց գոնե այդ սկզբունքային ու գլխավոր հարցում ինքը իմաստուն է։ Գոնե պատերազմ չի հայտարարում։ Հա, գոնե պատերազմ չի հրահրում։ Հիմա բայց նախ մեր հանրությունը այդ հարցում կխաբվի, որտեվ այն ինչ որ անում է Նիկոլը, մեզ ուղիղ տանում է դեպի պատերազմ։ Այսինքն եւ նա է տանում դեպի պատերազմ, եւ սա է տանում դեպի պատերազմ։ Ագրեսորի հաշտեցման քաղաքականությունը տանում է դեպի պատերազմ։ Այսինքն մեր կոնցեպցիան ո՞րն է, որի վրա մենք պետք է այդ միավորումը անենք։ Ու դա ռացիոնալ, մենք իսկապես պետք է դրենք գլխավոր օրակարգային խնդիրը խաղաղության հաստատումը, բայց խաղաղության հաստատումը ռեալիզմի տեսակետից, որովհետև դու չես կարող զիջել, ոչ մի բանակը չսարքել, դրոնային արտադրություններ չդնել, չգիտեմ, քանդել քո եղած անվտանգային կոալիցիաները եւ այլն ու սպասես որ այդ ամեն ինչը կբերի խաղաղության։ Այդ չի բերում խաղաղության, դա գրգռում է ագրեսորի ախորժակը։ Ինքը տենում է որ դու գնալով ավելի թույլ ես, ավելի անպաշտպան ես, ավելի բան ես, ավելի խոցելի ես, ցանկալի զոհ ես։ Հա, դառնում ես ավելի ցանկալի զոհ։ Այսինքն մենք պետք է հասկանանք որ խաղաղությունը ինքը ուժեղ կոնցեպցիա է։ Խաղաղությունը այստեղ գալիս ենք շատ կարևոր մոմենտի, որովհետև մեկ-մեկ փորձում են ասել դե Լևոնը նույն բանը չէր անում։ Խաղաղության հետ, բա չէ, ԿՊԱ-կաների մոտ կա այդ բանը, որ մենք անում ենք այն, ինչ որ դուք չեք արել, ինչից եք դժգոհում, պարոն Զորաբ։ Հա, այդ բանը կա իրենց մոտ։ Մեր ձեր միջև կարելի է բանավեճ կազմակերպել։ Ձեր սրտի ԿՊԱ-կանով է հրավիրենք պարոն Զորաբյան, այս թեմայով
Կա այդպիսի քպակա, որ կուզեք բանավիճել։ Մեր սրտում իրանք վաղուց որևէ տեղ չունեն։ Հա, նենց որ եկեք դրա այդ բանավեճը խնդրեմ, ես երբեք չեմ բանարել, վախեցել իշխանությունների հետ։ Իմ բանավեճը միշտ ես ասել եմ, որ իշխանության հետ դիլնի։ Հա, հիմա, բայց այս մի կողմ դնենք։ Ստե գալիս ենք շատ կարևոր հարցին, որ իրանք իսկապես փորձում են աղավաղել խաղաղության այդ դիպլոմատիայի կոնցեպտը, որը Տեր-Պետրոսյանը առաջարկել էր։ Տեր-Պետրոսյանը ասում էր ուժի դիրքերից, երբ որ դու ուժեղ ես, երբ որ պետքա, երբ որ ինչ-որ բան պահելու համար, քո նվաճումը պահելու համար, դու պետք է ինչ-որ բան տաս։ Ասենք Ղարաբաղից դուրս շրջանները կամ եւ այլն։ Սրանց մոտ չկա այդ կոնցեպցիան։ Սրանց մոտ խաղաղությունը դա հանձնվել է նշանակում։ Դա նշանակում է ամեն ինչ տալ, ինչ որ ուզում են, հույս ունենալով, որ ինչ որ պահի կկանգնի։ Ու սրա անունը այս պարտվողական, խայտարակ, ոչ ռեալիստական, կորցարարար կոնցեպտը իրանք փորձում են ներկայացնել որպես ծածկել բան, այնպիսի հեղինակությունները, ինչպեսին է օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Որոշակի նախկին կոնգրեսականը շատ վատ դեր խաղացին դրա մեջ, օրինակ Վահագ Խաչատրյանը, երբ որ իրան բերեցին, դարձեցին նախագահ, ինքը հենց այդ բանը փորձեց անել, որ այ դե մենք նույն բանն ենք ուզում, Նիկոլը նույն բանն է ուզում, ինչ որ Լևոնն էր ուզում անել, բայց մենք իհարկե խայտարակեցինք իրան, որովհետև դա շատ կեղտոտ ու ստորագույն փորձ էր օգտագործել Տեր-Պետրոսյանի կոնցեպցիան իրանց խայտարակությունները ծածկելու նպատակով։ Հիմա կարծես մի քիչ բան են, մի կողմ են քաշվել, հիմա անցել են ուրիշ բաներ։ Այ դուք 94 թվից բան եք անում, բանակցում եք Ղարաբաղի, Ադրբեջանի կազմում։ Հիմա փոխել են այդ կոնցեպցիան։ Բայց մի ուրիշ բանում շարունակում են այս կեղտոտ ու ստոր բանը։ Ուրեմն կրթվել է նորաձև է այս կամպանիայի շրջանակներում։ Մեկ էլ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շահագործում են Հրանտ Մաթևոսյանի նկարը։ Տակնել գրում են սենց, բա այսքան պարծվելուց հետո պարծվել չսովորես։ Հիմա մի հատ հասկանանք, ես ինչ է կատարում, բայց Հրանտ Մաթևոսյանին վերագրվում են խոսքեր, որ ինքը երբեք չի ասել։ Ավելին ասեմ ձեզ, եթե հաղթանակի մի հատ քարոզիչ եղել է, գնացեք Մեծաբորը կարդացեք, մյուս իր գործերը, որ ամենակաղաքականն են, եղել է Հրանտ Մաթևոսյանը։ Հասկանում եք։ Եվ հիմա հարց է ծագում, լավ, այդ ինչքան խաբեբաբ դիլնես, ինչքան ստոր, որ բռնես կլասիկին, դասականին քո ու համաշխարհային գրականության դասականին ինչ որ վերագրես խոսքեր, որոնցով դու պետք է քո խայտարակությունը արդարացնես։ Մեկ էլ Աննա Հակոբյանը բանա գրում, ստատուսա գրում, ասում է բանա, բա 4 տարի այդ ցիտատը ֆռում է բանով Facebook-ով ու մի հատ հարազատներից գոնե մեկը չհերքեց դա, անմիջապես ինչ որ մեկը գրում է կոմենտներում, որ այդ հերքումը եղել է Դավիթ Մաթևոսյանի կողմից, նրա զավակի կողմից, եղել է շատ կոշտ ձևով այդ հերքումը եղել է։ Ընդ որում Դավիթ Մաթևոսյանը նաև ասում է, որ այդ ինչ որ դուք փորձում եք sense բան անել, իրականում Վանո Սիրադեղյանի ինչ որ հոդվածից եք անել, ընդ որում այդտեղ էլ իր խոսքերն եք աղավաղել։ Ու այդ տպվել է հայկական ժամանակում, դուք ինքներդ չգիտեք ինչ եք ցիտում։ Ձեր թերթում է տպվել դա։ Հիմա այդ հերկումը գնացել է 4 տարի առաջ, այսօր Աննա Հակոբյանը հոխորտում է, ասում է, բա այդ բանը մի հատ հարազատ չհերքեց։ Այդ երբ որ ներկայացնում են իր մեկնաբանությունների տակ, ասենք ինչ է թվում, ինչ պետք է լինի։ Ասենք եթե որևէ նորմալ մարդ պետք է ամենջապես գրի, վայ կներեք, ինձ ես չեմ իմացել, որ այս բանը հերկվել է, շատ ներողություն եմ խնդրում, այս ստատուսը հենց հիմա կջնջեմ կամ փոփոխություններ կմտցնեմ, ներողություն խնդրեմ։ Բացարձակապես ոչ մի ռեակցիա։ Բացարձակապես։ Ես կարծում եմ արդեն այդ մարդկանց դատի է պետք տալ, որտեղ իրանք փորձում են օգտագործել հեղինակությունների անունները, կեղծելով նրանց ասածները եւ այլն, իրենց կներեք քամակը փրկելու համար։ Հիմա նույն բանը անում են Վանո Սիրադեղյանի նկատմամբ։ Նույն բանը։ Այսինքն սա ստորագույն մի հատ բան է, երբ որ փորձում են իրանց ցախողումները ծածկել հեղինակավոր մարդկանց անուններով։ Չարենցով են որոշ բաներ փորձում ծածկել։
Շնորհակալ եմ, պարոն Զուրաբյան, այս բարի տոնով եկեք ավարտենք։ Չէ, այս բարի տոն չի, եթե բարի տոն եք ուզում, ես պիտի ավարտեմ այս ձևով, որ ժամանակն է, իսկապես ժամանակն է, որ մենք գտնենք Հայաստանի ոչ միայն փրկության, այլ նաև ամրապնդման, զարգացման բանալիները, դա պիտի արվի մի հատ լայն կոնսոլիդացիոն շարժման ստեղծման միջոցով, որի բանակցությունները գնում են բավականին ինտենսիվ, եւ սա իմ կարծիքով կարող է միգուցե անգամ այսպես մի հատ ծանր բան ասեմ, կարող է դառնալ վերջին շանսը ինչ որ մեզ համար տանելի լուծումներ գտնելու եւ երկիրը նոր ռելսերի վրա դնելու, անվտանգությունը ապահովելու, տեխնոլոգիական ճեղքումները ապահովելու, մեր տնտեսությունը զարգացնելու, մեր գիտությունը զարգացնելու։ Հավանաբար 26-ի նախընտրական փուլում կիմանաք, չէ՞, ձեր այս կոնսուլտացիաները։ Ես կարծում եմ, որ դա այն ինչ որ դուք ասում եք շատ ուշ է։ Ուշ է։ Հա, ես կարծում եմ, որ իրականում պետք է ձգտել ներկայանալ ժողովրդին այս նոր հայտով շատ ավելի շուտ։ Շատ ավելի շուտ։ Շնորհակալ եմ, կհետևենք, պարոն Զուրաբյան, Factor TV-ում հյուրընկալել էինք Լևոն Զուրաբյանին։